Գոյամարտ սերիալն այս պահին հասել է այն փուլին, որտեղ յուրաքանչյուր սերիա կարծես առանձին ֆիլմ լինի՝ լեցուն լարվածությամբ, հույզերով, անսպասելի շրջադարձերով։ Պատմությունն այլևս չի սահմանափակվում միայն ընտանեկան դրամայով, այն դարձել է մի մեծ բախում սիրո, վրեժի, արդարության և իշխանության միջև։ Դավիթի ապաքինումը, որը թվում էր պատմության ամենալուսավոր պահերից մեկն, իրականում դարձավ նոր սկիզբ։ Նա վերադարձավ կյանք, բայց վերադարձավ մի աշխարհ, որտեղ ամեն ինչ փոխված է։ Նրա ներսում կա ծանրություն ոչ միայն ֆիզիկական ցավից, այլ նաև այն գիտակցումից, թե ինչ գնով է փրկվել։ Մակունցների կողմից վճարված գումարը նրա համար շարունակում է մնալ ներքին պայքարի աղբյուր։ Դա պարտք է, որը նա չի ցանկանում ունենալ, բայց չի կարող անտեսել։ Լեոյի կերպարն այս փուլում դառնում է ավելի կոշտ և վճռական։ Նա այլևս այն երիտասարդը չէ, ով պարզապես փորձում էր ապրել իր կյանքը։ Նա արդեն մարդ է, ով ստիպված է կրել ընտանիքի բեռը, պաշտպանել իր հարազատներին և միաժամանակ պայքարել արտաքին վտանգների դեմ։ Նրա ներսում կուտակված զայրույթը, հատկապես Հունանի նկատմամբ, կարող է ցանկացած պահի դուրս գալ վերահսկողությունից։ Մանանը շարունակում է մնալ ամենաբարդ հոգեբանական վիճակում գտնվող կերպարներից մեկը։ Նրա սրտում հակասություն կա՝ մի կողմից ընտանիքը, մյուս կողմից իր զգացմունքները Գրիշոյի հանդեպ։ Նա հասկանում է, որ Գրիշոն սխալներ է գործել, բայց նաև անտեսում է նրա մեջ այն մարդուն, ով իսկապես սիրում է իրեն։ Այս հակասությունը նրան դարձնում է անկանխատեսելի, և նրա յուրաքանչյուր որոշում կարող է մեծ ազդեցություն ունենալ սյուժեի վրա։ Գրիշոյի կերպարը, չնայած բանտում գտնվելուն, չի կորցնում իր կարևորությունը, ընդհակառակը, նա դառնում է ավելի հետաքրքիր։ Նրա սերը Մանանի հանդեպ փոխում է նրան ներսից։ Բայց հարցն այն է, արդյոք այդ սերը բավարար է, որպեսզի նա փոխվի, թե նա կրկին կընտրի վտանգավոր ճանապարհը, երբ դուրս գա ազատություն։ Սյուժեի ամենաուժեղ և պայթունավտանգ գիծը շարունակում է մնալ Ավոյի և Հունանի հակամարտությունը։ Այս երկու կերպարները ներկայացնում են երկու տարբեր աշխարհներ, բայց ունեն մի ընդհանուր բան՝ նրանք երբեք չեն հանձնվում։ Հունանը, կորցնելով իր ունեցվածքը և ազդեցությունը, անցնում է ավելի կտրուկ քայլերի։ Նրա կողմից Ռոզիի և երեխայի առևանգումը ցույց է տալիս, որ նա պատրաստ է ամեն ինչ իր կորցրածը վերադարձնելու համար։ Սա նրա ամենավտանգավոր կողմն է։ Երբ նա կորցնում է վերահսկողությունը, դառնում է անկանխատեսելի։ Բայց Ավոն էլ այն մարդը չէ, ով կվախենա։ Նա սառը հաշվարկով, մտածող կերպար է, ով միշտ մի քանի քայլ առաջ է մտածում։ Նրա խոսքերը, որ իր երեխայի համար պատրաստ է ամեն ինչի, իրականում շատ ավելի խորը իմաստ ունեն։ Նա կարող է գնալ այնպիսի քայլերի, որոնք ոչ ոք չի սպասում։ Եվ հենց այստեղ է, որ սյուժեն դառնում է առավել հետաքրքիր։ Շատ հավանական է, որ Ավոն կփորձի պատասխանել նույն ձևով, հարվածելով Հունանի ամենաթույլ կետին։ Էռնայի հնարավոր առևանգման տարբերակը այս պահին ամենաքննարկվողներից է։ Եվ եթե դա իրականանա, սերիալը կմտնի լիարժեք հոգեբանական պատերազմի փուլ։ Էռնայի կերպարն, ով արդեն անցել է ծանր փորձության միջով, կարող է դառնալ այս բախման կենտրոնը։ Նրա ճակատագիրը կարող է որոշել ոչ միայն իր, այլ նաև մյուսների կյանքը։ Ինան, ով արդեն ապացուցել է, որ կարող է վճռական քայլեր անել, կարող է դառնալ այն մարդը, ով կփորձի կանխել ամենամեծ ողբերգությունը։ Բայց նրա դիրքը շատ բարդ է, որովհետև նա կանգնած է ընտանիքի և ճշմարտության միջև։ Վովայի գիծը նույնպես դեռ լիովին բացված չէ։ Նրա վերադարձը կարող է դառնալ նոր շրջադարձ, հատկապես եթե նա իմանա իր իրական անցյալի մասին։ Նա կարող է դառնալ այն կերպարը, ով կփոխի ուժերի բալանսը։ Այս ամենը Գոյամարտը դարձնում է ոչ միայն սերիալ, այլ իրական հուզական փորձություն դիտողի համար։ Այստեղ չկա պարզ բաժանում լավերի և վատերի միջև։ Ամեն կերպար ունի իր ճշմարտությունը, իր ցավը և իր սխալները։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել առավել լարված, քան երբևէ։ Կկարողանա Դավիթը լիովին վերականգնվել, կկոտրվի Լեոն, թե կդառնա ավելի ուժեղ։ Մանենը կընտրի սիրտը, թե պարտականությունը, ինչ քայլեր կանի Ավոն, և արդյոք Հունանը կհասնի իր նպատակին, թե վերջնականապես կկորցնի ամեն ինչ։ Կիմանաք շատ շուտով, բայց մի բան արդեն հաստատ է՝ Գոյամարտում ոչինչ ավարտված չէ, և ամեն նոր սերիա կարող է փոխել ամբողջ պատմության ուղղությունը։
Իսկ մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Չմոռանաք նաեւ մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, ինչ է սպասվում առաջիկա սերիաներում եւ արդյոք իրոք Ավոն կանի նման քայլ Էռնային կառևանգի ու կպահանջի, որպեսզի Հունանն իրեն վերադարձնի երեխային ու Ռոզիին, չէ՞ որ Ավոն ամեն ինչի պատրաստ է։ Բայց Հունան էլ բնականաբար ձեռքերը ծալած չի նստելու ու բախումն անխուսափելի է։ Փառք Աստծո, գոնե տանտերը Լեոյին ու նրա ընտանիքին առայժմ տանից դուրս չի հանում ու նրանք ստիպված չեն լինելու այլ տեղ փնտրել ապրելու համար։ Դե ինչ, միացեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր ու դիտարժան սերիալներն առաջինը դիտելու հնարավորությունը։